Պարոն Գալչյան, Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ վերացնում է տարանցման այդ սահմանափակումները եւ արդեն օրինակ Ղազախստանից բեռները հանգիստ կարող են Ադրբեջանով գալ եւ Վրաստանի միջոցով հասնել Հայաստան։ Նախ ընդհանուր առմամբ կուզենամ գնահատեք այս լուրերը Ադրբեջանից եկող, որ խաղաղության նոր դարաշրջան է ստեղծվում տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Եվ արդյոք սա կարևոր քայլ է, որովհետև այս քայլը տարբեր կերպ մեկնաբանվեց, օրինակ ուժեր կան, քաղաքական ուժեր, այդ թվում ընդդիմությունը, որ սա որակում են որպես կախվածության մեծացում Ադրբեջանից, այսինքն այս քայլը, որ Ադրբեջանը արդեն տարանցման սահմանափակումները հանում է Հայաստան դեպի Հայաստան տեղափոխվող բեռների համար, ասում են սա ուղիղ կախվածության մեջ է դնում մեզ Ադրբեջանից եւ մեծացնում է կախվածությունները։ Դուք ինչպես եք գնահատում եւ նաև դա ինչպես է կրճատում օրինակ Ղազախստանից բեռները, եթե Ադրբեջանի միջոցով կան, դա ինչքանով է կարճացնում ճանապարհը, այսպես ասեմ։ Գիտեք, ինչ առաջի հերթին ես զարմացա, որ Ադրբեջանը այդպիսի մի որոշում է տվել, որ ճանապարհը ապաշրջափակում է, գոնե իր տարածքով անցնող ճանապարհները դեպի Հայաստան ապաշրջափակում է։ Դա գնահատելի է, բայց ես չէի կարծում, որ նախագահ Ալիևը այդքան շուտ այդպիսի փոփոխություններ կանի։ Եվ հանրը դա գնահատելի է եւ շատ կարեւոր քայլ է։ Գիտեք ինչ կա, երբ որ Ղազախստանից կամ Կենտրոնական Ասիայից որևէ Չինաստանից ապրանք է ուզում ցամաքով հասնել Հայաստան, պիտի գնա Ռուսաստանով պտտի Ուկրաինայով Սև ծովով մտնի դեպի Վրաստան, հետո Վրաստանի վրայով կա հասնի Հայաստան։ Դա երկար ճանապարհն է, որ նախկինում, եթե այսօր էլ ուզենք այդ ճանապարհով ծորեն ենք գնում, Ղազախստանից այդ ճանապարհով է, Ուկրաինայի եւ այլնի ճանապարհով է գալիս։ Այսօր հնարավորությունը կա, որ ուղղակի այդ ծորենը Կասպից ծովով գա Վրաստան, Վրաստանի վրայով Ադրբեջան ներողություն, եւ քանի որ մեր Իջևանի ճանապարհը նախկին իշխանությունների ժամանակ փակեցին, երկաթուղին քանդեցին, երկաթգիծը չունենք, որ Իջևանից ուղղակի Ղազախից Ադրբեջանից մտնի Հայաստան, պիտի գնանք Վրաստանի վրայով ճանապարհը ներս մտնենք, բայց բավական մի քանի 100 կիլոմետրով կարճացնում է այդ ճանապարհը։ Դա տարբերակ է տալիս մեզ, որ ճանապարհն ընտրել, Ուկրաինայի վրայով, թե այս մյուսը Ադրբեջանի վրայով։ Հիմա սա այլընտրանք է, թե կապվածություն։ Հա, դա հենց այդ ես եմ ուզում հարցնել, սա դա այլընտրանք է տվել մեզ։ Մենք ունենք երկու ընտրություն, որը ճոկենք, որն է մեզ հարմար։ Կախվածությունը այն է, որ չունենաս ընտրություն, պարտադիր լինես այդ մեկը գործել։ Կախվածությունը այսօր է։ Այսօր մենք կախված ենք այդ միակ ճանապարհից, որ Ռուսաստանի միջոցով է։ Եթե Ռուսաստանը ցանկանա ճանապարհ փակել, մենք չենք կարող ծորեն գնել Ղազախստանից։ Այսօր, եթե Ռուսաստանն է ճանապարհին, մենք տարբերակ ունենք, որ Ադրբեջանի միջոցով այդ գործն անելու։ Պարոն Գալչյան, նաև Թուրքիայից վերջին շրջանում դրական ազդակներ ենք ստանում հայտարարությունների տեսքով եւ երեք էլ վարչապետը Թբիլիսիում ըստեյության խոսեց եւ ասաց, որ որպես տարանցիկ պետություն Հայաստանը կարող է այդ կապող օղակը դառնալ եւ այս հայտարարությունները նաև ինչի մասին են եւ մենք կարող ենք ապագայում, մոտ ապագայում նաև Թուրքիայից նման ազդակներ ստանանք եւ նման հայտարարություններ լսենք։ Արդեն երբ որ խոսքը գնացել է, որ Գյումրի-Կարս այդ երկաթգիծը պետք է վերականգնվի, կա գոյություն ունի երկաթգիծը, պարզապես մի քիչ ծանր բեռնատարների համար թերևս ամրացման կարիք ունի որոշ տեղերը, բայց արդեն խոսքը կա, որ այդ ճանապարհը ուզում ենք վերականգնենք այդ ճանապարհը վերանորոգել եւ գործուն ճանապարհ դարձնել։ Դա արդեն մի հատ ճանապարհ ցույց է տալիս, որ Թուրքիան էլ հետաքրքրված է ճանապարհները բացելու։ Իսկ եթե մենք մեր այսպես ասած խաղաղության խաչմերուկը կամ TRIP կոչեցյալը իրականացվի, դա արդեն ավելի հեշտ ճանապարհ կլինի, ուրիշ տարբերակ էլ կունենանք Թուրքիայի, եթե երկու ձևով ճանապարհ ունենալու։ Կարսի միջոցով եւ ինչու՞ չէ հենց ուղղակի Ադրբեջանի Նախիջևանի միջոցով նրանք այնտեղ երկաթգիծ են կառուցում Նախիջևանի այդ հատվածը, որը Թուրքիան կապում է Նախիջևանին։ Այդ շրջանի վրա տարածք կա Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ, որ պարսկական էր մինչեւ 1930 թիվը եւ Թուրքիան դեպի Նախիջևան ճանապարհ չուներ, սահման չուներ ընդհանուր
Նախիջևանի հետ։ Այդ 1 կտորը 25 կիլոմետրը Պարսկաստանից հողը վերցրեցին, փոխարեն ուրիշ գյուղեր տալով Պարսկաստանին, որպեսզի Թուրքիան դեպի Նախիջևան ուղակի սահման եւ Նախիջևանը սահման ունենան իրար հետ եւ ուղակի ճանապարհ ունենան, ու այսօր ավտոյի ճանապարհը կա։ Այդ ճանապարհով է որ Թուրքիայից բեռները գալիս են Նախիջևան, բայց հետո Նախիջևանից չեն կարող գնալ Ադրբեջան, քանի որ Հայաստանի տարածքով պետք է անցնեն։ Պետք է անցնեն Մեղրիի այդ 43 քառակուսի կիլոմետրը փակ է իրանց համար։ Ես իվա քարտեզի վրա ձեզ ցույց կտամ այս մի քանի կարևոր բաներ այդ թրիփի ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր ամբողջ ոչ թե տարածաշրջանի, նույնիսկ Եվրոպայի, Ամերիկայի համար։ Պարոն Գալչյան, եթե թրիփը այդքան դրական է, նույն խաղաղության խաչմերուկ ասվածը, որ վարչապետը նույն պրոյեկտն են, ըստ էության։ Հիմա ինչու է որոշ քաղաքական շրջանակներ պնդում, որ նույն ճանապարհների ապաշրջափակումը եւ կամ թրիփը ոչ մի լավ տեղ չի կարող տանել եւ օրինակ նաեւ շահարկումներ կան, որ դրանից կարող են շահել բոլորը, օրինակ Ադրբեջանը, Թուրքիան, բայց ոչ Հայաստանը այդտեղ ոչ մի օգտակար գործողության գործակիցներ չունի, այսպես ասեմ։ Դա ամենասխալ մոտեցումն է, քանի որ դա գնում է դեպի Ռուսաստանին պաշտպանելու այդ թեզը, որ Ռուսաստանը հետաքրքրված չի, որ մեր երկիրը կամ Թուրքիան ու Ադրբեջանը դեպի Պարսից ծոց եւ այլ ճանապարհ ունենան, ցանկանում է ինքը այդ ճանապարհը ունենալ եւ ինքը վերահսկել դա, երբ որ այս թրիփի կամ մեր խաղաղության պաշտպանողի հասնելու նպատակն այն է, որ ոչ ոք ուրիշ բացի Հայաստանը հսկողություն չունենալ այդ ճանապարհի վրա, արդեն այդտեղ Ռուսաստանը մի քիչ նեղված է, քանի որ իր ձեռքից դուրս կգա այդ հսկողությունը։ Հետևաբար մեր ընդդիմությունը Ռուսաստանի շահերը աչքի առաջ ունենալով բողոքում է, ասվաղորդում է, որ այս ճանապարհը, այս թրիփը կամ խաղաղության շաչմերուկը Հայաստանին ոչ մի օգուտ չի բերի։ Հիմա ես ցույց տամ ինչ է իրավիճակը այստեղ երկաթգծերի տեսակետից։ Տեսեք, այսօրվա միջազգային երկաթգծերը, այս գծերն են, որ Հայաստանն է այստեղ, կարմիրները երկաթգծերն են միջազգային կարևորություն ունեցող։ Ուրեմն Երևանից Վրաստանի միջոցով գնում ենք Պոթի, հետո մյուս կողմից միանում Մոսկվային։ Կամ Երևանից այս մյուս ճանապարհը գնում ենք դեպի Բաքու, Բաքուից միանում ենք դեպի Ռուսաստան։ Հայաստանից գնում ենք դեպի Գյումրիո, Թուրքիա եւ Թուրքիայից դեպի Իսկենդերուն միջերկրական ծով։ Իսկ մյուսը Հայաստանից մենք իջնում ենք դեպի Նախիջևան, Պարսկական Ջուլֆա եւ Ջուլֆայի միջոցով Պարսից ծոց։ Այս եթե ճանապարհները բաց լինեն, այս 6 երկիրը, որ այստեղ ճանապարհ ունեն ընդհանրապես, 6 երկիրը կարող են հասնել այդ բոլոր իրենց ճանապարհներին։ Հիմա տեսնենք ինչ է իրականությունը այսօրվա ավելի մանրամասն գույներով։ Այդ ամեն մեկ գույնը, որ տեսնում եք, տարիերկաթուղիներ են, որ պատկանում են տարբեր երկրների։ Դեղինը Ռուսաստանինն է, մանուշակագույնը Վրաստանին է, կարմիրը Հայաստանն է, կանաչը Ադրբեջանն է, կապույտը, բաց կապույտը Թուրքիան է, մուգ կապույտը Պարսկաստանն է։ 6 երկիր են, որ այս ցանցի մեջ են գտնվում։ Եթե այս ճանապարհները գործել ունենեն, Հայաստանը ճանապարհ կունենա անցնի Ադրբեջանի տարածքով, հենց այդ թրիփի ճանապարհը, որ ասում են, ապաշրջապակված, նախքան Մեղրի հասնելը կմիանա Ջուլֆային եւ գնա դեպի Պարսից ծոց։ Այս ճանապարհը որ այսօր չունենք, քանի որ մենք Ադրբեջանի տարածքով չենք կարող, Նախիջևանով չենք կարող անցնել, երասխը որ այստեղ է, փակում է ճանապարհը։ Հայաստանը կարող է ճանապարհ ունենալ Կարսի միջոցով, բարձրանալ մտնել Կարսից մտնել Թուրքիա, Թուրքիայից մտնել միջերկրական ծով։ Հայաստանի ճանապարհ կարող է ունենալ մտնել Ադրբեջան, Ադրբեջանով այս ճանապարհով գնալ Ռուսաստան, քանի որ այստեղ Աբխազիան ճանապարհը խանգարում է, դեռ մեկը դուրը փակ է։ Այս տարբերակներն են։ Հիմա մյուս քարտեզը ձեզ ցույց տամ։ Այսինքն Հայաստանը բացվում է։ Բացվում են բոլոր, բացի այն որ Հայաստանն է բացվում։ Եվրոպական գնացները Թուրքիայի միջոցով կարող են հասնել այստեղ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Մեղրիով անցնելով գնան Բաքու, Բաքուից
բաներով այդ լաստանավերով գնան մինչև դեպի արևելյան Կասպից ծով, այնտեղից էլ գնացքի ճանապարհով հասնել Չինաստան մինչև։ Այդ ճանապարհը այսօր չկա, այս ճանապարհը չեն կարող գործածել, որովհետև այս մասը, այս քանի կտորը, այս կարմիրը եւ այս կանաչը փակ են։ Այս երկու փոքր կտորները փակ լինելու պատճառով մնացածը չի աշխատում։ Հիմա տեսեք այդտեղ ավելի մանրակրկիտ, եթե քարտեզը ուզենք նայել այստեղ է ճանապարհն է, սա, տեսեք, կարմիրը Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Պարսկաստանի, Հայաստանի սահմանն է ընդհանուրը, տեսեք երկաթգիծը Բաքվից գալիս է, Արաքսի հարավ հասնում է մինչև մեր սահմանը, Նիովադի եւ այլն այդ գյուղերը։ Գետից դեպի հյուսիս Հայաստանի ներսով անցնում է, գնում է, հասնում է մինչև Նախիջևան։ Նախիջևան այդ ճանապարհը դառնում է արդեն հիմա ադրբեջանական ճանապարհ, այս ճանապարհը Ադրբեջանի տարածքով անցնում է, հասնում է մինչև Երասխ։ Ապա շրջապակումը նշանակում է այն, որ այս ճանապարհով մենք ունենք, ազատ ենք թողնում, որ ով որ ցանկանում է այդ ճանապարհով անցնի։ Լինի եվրոպական բեռնակիր, լինի ադրբեջանական բեռնակիր, պարսկական բեռնակիր գնաց որը։ Իսկ Ադրբեջանը փոխարեն իրավունք է տալի, որ իր այս ճանապարհով դեպի Երասխ գնացող ճանապարհը նույնպես ազատ լինի բոլոր գնացող բեռնատարների համար։ Պարոն Գալչյան, բայց այս դեպքում ինչու են, թեև ասացիք, որ այս ուժերը ռուսական շահն են պաշտպանում, բայց ամեն դեպքում ինչու են փորձում այսպես նսեմացնել թրիփը, նսեմացնել Հայաստանի այս նոր հնարավորությունները, օգոստոսի 8-ի պայմանագիրը, անգամ խաղաղության նախաստորագրված պայմանագիրը, ինչն է վատ, ընդ որում քննադատում են ոչ միայն քաղաքական ուժեր, երբեմն անգամ կաթողիկոսի մակարդակով, մայրաթորի մակարդակով։ Կաթողիկոսը մայրաթորն էլ ես այսօր իմ տեսակետից քաղաքական տեսակետից իրավունք չունի խառնվելու աշխատանքին։ Գիտեք ինչ է, կաթողիկոսը եւ եկեղեցին ներկայացնում են հայ ժողովուրդը, ճիշտ է։ Ուրեմն ինչ խոսք որ ասի եկեղեցին, հայ ժողովրդի անունից է ասում։ Միջազգային հարթակում, եթե եկեղեցիդ քո եկեղեցին մի խոսք է ասում, ամբողջ քո ազգի կարծիքն է դա։ Այս մեր հայ ազգի մեջ կան տարբեր կուսակցություններ, տարբեր տեսակետներ, այսօրվա օրը հակասական կարծիքներ ունեցող կուսակցություններ։ Երբ որ եկեղեցին պաշտպանում է մեկի կարծիքը, այսինքն ոտնակդակ է տալի իր ժողովրդի մնացորդ ժողովրդի կարծիքը։ Եկեղեցին կարևոր է պաշտպանում եկեղեցին կամ ինչի։ Ում շահերն է պաշտպանում, ընդդիմությունն էլ պաշտպանում է մենք մինչև հիմա մեր թշնամի եղած Ադրբեջանի եւ մինչև հիմա մեր թշնամի Ռուսաստանի շահերը։ Ռուսաստանը երբ միշտ մենք օգտվել է Հայաստանից իր շահը պաշտպանելով Հայաստանի մենք երբ որ դիմել ենք իրենց խնդիր ենք ունեցել, ինքը խնդիրը լուծել է ոչ թե Հայաստանի շահին, այլ իր շահին, ինչպես որ իրեն է հարմար։ Դա 300 տարի անում են, ոչ ոք այդ մասին չի խոսում։ Հիմա էլ կատարումը շարունակվում է նույնը։ Նույնիսկ Ալիևը համաձայնել է ապա շրջափակել, իսկ ռուսները Լարսը փակում են։ Անկամից չեն թողնում, որ հայկական բեռնատարներն անցնեն։ Դա ինչ է։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ռուսը ավելի հակառակ է Հայաստանին, քան Ադրբեջանը։ Բայց մարդիկ ինչու են պաշտպանում Ռուսաստանի շահերը, նույն օրինակ մայրաթորը եւ կամ անձամբ կաթողիկոսը, երբ որ մեր ձևով շարժմանն է սատարում, մի խումբ հոգեվորականներ գնում են շարժմանը մասնակցում են, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, ինչպես սա հասկանալ։ Առաջինը, որ հոգեվորական իրավունք չունի քաղաքական գործերին խառնվելու, հենց այս պատճառով որ ասացի, որովհետև նա նշանակում է ժողովրդի մեկ մասի կարևորություն տալ, մյուսին կարևորություն չտալ։ Դա եկեղեցին չի կարող անել, քանի որ Երևան ամենայն հայոց եկեղեցի է, ամենայն հայոց կաթողիկոսը։ Նա իրավունքը չունի քաղաքական աշխարհ մտնելու։ Ուրեմն քաղաքական աշխարհ մտնելը բացառենք եկեղեցուց։ Մնացորդը դուրս է գալի հենց դրա որ մեր ընդդիմությունը այսօր պաշտպանում է մեր հակառակորդի շահերը։ Օրինակի համար ես վերջերս, երբ որ Ադրբեջանը հրատարակեց այս քարտեզը, իրենց ձևով հրատարակեցին, անունը դրեցին Զանգեզուրի միջազգ, փոխանցական որ ընդդիմությունը անդրադառնա, ասի դուք պարոն Ալիև, ձեր քարտեզը ցույց է տալիս Զանգեզուրի միջազգ։ Այդ անունը պարոն Ալիևը
իր ստորագրած պայմանագրի եւ նախաստորագրած այդ համաձայնագրի մեջ Զանգեզուր միջանցք անունը գոյություն չունի։ Ինչու է կես քարտեզի վրա այդ անունը գործածել։ Փոխանակ բողոքի այդ այս վերսիայում ընդդիմությունը վերակենում այս քարտեզը ծրում Հայաստանով մեկ, ասելով տեսեք մեզի ասում են ման Զանգեզուրի դրանք չեն տալու, բայց արդեն տվել են։ Ինչ է դա։ Նրա համար որ անտեղյակ քաղաքացին կամ քիչ տեղյակ քաղաքացին կամ այս կողմերով չզբաղվող քաղաքացին հետաքրքրություն իր մեջ զգացմունք առաջարկա հակա իշխանություն զգացմունքները զարգացնեն տրամադրություն զարգացնեն հակառակ դեպի կառավարությունը, որը կառավարությունը իր գործը մի բան ասում է, ուրիշ բան անում է։ Դա իրականության ճիշտ հակառակ է։ Ես չեմ կարծում, որ նման այսօրվա ընդդիմության իր գործելակերպը ճիշտ է։ Բայց ամեն դեպքում ընդդիմության դեպքում քիչ թե շատ եթե հասկանալի է, ապա կաթողիկոսի կամ մայրաթորի ներգրավումը։ Ես ձեզ ասացի կաթողիկոսի եւ մայրաթորը իրավունք չունեն քաղաքական աշխարհ մտնեն։ Դե ուրեմն սխալ գործ են, իրանց վերաբերյալ գործն են անում։ Ուրեմն իրանց վերաբերվել ինչպես որ քաղաքական կուսակցությունների են վերաբերվում, որը անհատների դեմ է, ոչ թե եկեղեցին այդ գործն է, անհատներն են անողները։ Եկեղեցականները նրանք որ իրենց ուխտը դրժել են եւ կուսակրոնության կաթողիկոս ինքը որ կուսակրոնության ուխտ է տվել Աստծո դեմ եւ դրժել է այդ ուխտը, ինչպես կարելի հավատալ այդ մարդու իրական ճշգրիտ լինելու մեջ։ Ինչպես կարելի հավատալ։ Ուրեմն եկեղեցին ընդհանրապես գործ ունի երբևէ քաղաքական աշխարհը մտնելու եւ նրա արածը քաղաքական աշխարհ մտնելը, այսինքն իրենց առաքելությունը դրժելն է, իրենց առաքելությունը չկատարելն է, հակառակը գնալն է, որ ամենայն հայոց եկեղեցի պետք է լինեն, ոչ թե ամենայն մասնավոր այսինչ կուսակցության եկեղեցին պետք է լինեն։ Դա մոռացեք, իսկ ժողովրդի տեսակետից ինչ-որ ասի, թիրախն են ժողովուրդը, որ շատ բան չի կարդում, շատ բան չի տեսնում, պարզապես հայտարարություններին հետևում է, տեսեք Ադրբեջանն ասում է Զանգեզուրի միջանցք, ուրեմն Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքը վերցրել է արդեն։ Սրանից 2 ամիս առաջ հայտարարություն Ամերիկայում լուր տարածվեց մեր ընդդիմությունների կողմից, որ Մեղրի սահմանի վրա թուրք զինվորականներն են սահմանը հսկում, Հայաստանի սահմանը վերահսկում, թուրք, ոչ թե պարսիկ։ Այսինքն դա այս հիբրիդային պատերազմի ամենամեծ բանն է, սա հարթակն է Facebook-ը այսօրվա։ Ամբողջ ճանապարհը դա է։ Հակառակ Ադրբեջանի նպատակներին ծառայելն էր, հիմա եթե Ադրբեջանի նպատակները չի այդպես հակասական չի Հայաստանի դեմ, պատճառը հիմա դու պաշտպանել Ռուսաստանի շահը, որպեսզի իշխանափոխություն լինի Հայաստանում, որպեսզի հայ ժողովուրդը դժգոհի իր կառավարությունից եւ գնա հաջորդ անգամ ձայն տա ընդդիմությանը, որ ընդդիմությունն էլ գա վերականգնի իր թալանածը եւ շարունակի իր աշխատածը ինչպես արեր այն ժամանակին։ Այսինքն Վարդան Ղուկասյանի հայտարարությունը միութենական պետության մաս կազմելու լուրջ կատակ չէ, դա դաշնակցության նպատակն է։ Դուք կարդացել եք այդ 22-րդ համագումարի իրանց ապահովների հայտարարությունը, կետերից մեկն ասում է, որ անկախությունը շատ ցանկալի իրավիճակ է որևէ երկրի համար, բայց որ երբեմն կարելի է մասնավի դա չեղարկել, որպեսզի երկիրը ավելի ապահով լինի։ Ինչպես կարող է անկախությունը մասնակի չեղարկել։ Բայց դաշնակցությունը այսօր ամենաբարձրն է խոսում ազգային արժեքներից, Արարատ լեռ։ Իր հայտարարությունը, եթե չեք տեսել, ես գրավոր վստահ տեսել եք, տպածել ունեք տեսել եք, այդ գլուխը նայեք, տեսեք թե չէ։ Երկրորդն էլ ասում է, որ սահմանազատումը եւ սահմանագծումը երբևէ հայ ժողովրդի շահին չի։ Դուք այսինքն հայ ժողովուրդը նստի իր երկրի մեջ դուրը բացի առանց պարիսպների, հենց մտի տուն ունենաս, շրջապատը բակը պատ չունենա, որ ուզում է ցանկանա մտնի, դուրս գա ինչ ուզում է անի այդտեղ։ Այդ է նշանակում սահմանազատումը մեր ցանկալի չէ։ Բայց ազգային արժեքներից ասում եմ ամենաշատը իրենք են խոսում։ Էին խոսում, նախկին դաշնակցականները, այսօրվա դաշնակցականները պաշտպանում են Ռուսաստանի շահերը։ Դա այն դաշնակցականներին, որ իրապես իրանք հավատացած էին իրանց կրեդոին, այսպես ասած, իրանց սահմանած, իրանց որոշումներին, իրանց նպատակին, բայց այդ դաշնակցականների
90%-ը դուրս է եկել այսօրվա կուսակցությունից։ Պարոն Գալչյան, տեսեք, օրերս նաև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսը միացավ այս արշավին, եւս մեկ մարդ, որ պահանջեց, որ իշխանության պիտի գան նոր ուժեր, իշխանությունը պիտի զիջել երիտասարդներին, որպեսզի երկիրը այս իրավիճակից դուրս բերենք։ Սա առաջի դեպքը չէ, երբ մենք տեսնում ենք, որ հոգևորականներ, այդ թվում նաև Գարեգին Բ 2021 թվականին բազմիցս պահանջել է վարչապետի հրաժարականը։ Բայց ամեն դեպքում սա ինչ միտում է, երբ պարբերաբար այսպես հոգևորականները ընդդիմությանը զուգահեռ պահանջում են վարչապետի հրաժարականը եւ սրան զուգահեռ նաեւ արդեն գիտեք ձևավորվել է պահանջ արդեն իշխանության մոտ, որ կաթողիկոսը պիտի հեռանա, որովհետեւ կուսակրոնության ուխտն է խախտել։ Դուք հանգուցալուծում այստեղ ինչպես եք տեսնում։ Հանգուցալուծում եմ տեսնում, որ եկեղեցին չխառնվի քաղաքական աշխատանքին։ Արամ կաթողիկոսը նույնպես չպետք է խառնվի, հատկապես Բեյրութում նստած նա ինչ իրավունք ունի Հայաստանում ապրողի մասին կարծիք հայտնի։ Դա որևէ Հայաստանի քաղաքացի, որ արտասահմանում այսօր ապրում, Ամերիկայում լինի, որտեղ լինի, դրան էլ վերաբերում։ Նրանք իրավունք չունեն Հայաստանի համար որոշելու Հայաստանի ժողովուրդը ինչ իշխանություն ընտրի։ Պարզապես նրանք հետևորեն նստած խանգարում են Հայաստանի իշխանությանը, որպեսզի տեղի ուժերը, ռուսամետ ուժերը կարողանան ավելի հանգիստ մթնոլորտ ունենան հակառակ եւ ժողովուրդը ամբողջ հայ ժողովրդին տրամադրեն հակաիշխանական տրամադրություններով։ Իսկ կաթողիկոսը պիտի հեռանա, թե չէ։ Կաթողիկոսը կարծում եմ պիտի հեռանա, որովհետեւ կաթողիկոսը երբեք կրոնական մարդ չի եղել։ Բա ինչ է եղել։ Միշտ ֆինանսական մարդ է եղել։ Մտածել է առաջ երթին դրամի մասին, հետո ժողովրդի մասին, որտեղ ես ինչպես ասացի անցյալ օրն շուրջ 30 տարի, 25-30 տարի առաջ էր Բրիտանիայական գրադարանը հայկական ձեռագրերից ցուցել ունեցած ծրագրերից ցուցահանդես էր կազմակերպել եւ կաթողիկոսին հրավիրել էին որպես պատվոհյուր, քանի որ ձեռագրերի մեծամասնությունը կրոնական նյութերով են, ավետարաններ ու չգիտեմ այդ բաներ են։ Երբ որ բացումը եղավ, կաթողիկոս ընդեղ էր, ես էլ համայնքի կողմից համայնքային խորհրդի մեջ հյուրընկալներից էինք, սնդեղ կանգնած էի, մարդիկ գալիս էին շնորհավորում էին կաթողիկոսին, ձեռքներին ամփոփում եւ այլն։ Կողմնակի ինձ այնց հարցրեց նրանց մեջ հարուստները որերն են, մեծահարուստները, ժողովրդի։ Իսկ դուք հետաքրքրվեցիք ինչու է հարցնում։ Ես չհետաքրքրվեցի, որտեղ ընդհանուր ինձ զարմանալի էր այդ հարցը կրոնապետի կողմից, որ եւ փոխանակ ժողովրդի վիճակի մասին հարց տալու, հարցը տալի ով է ամենահարուստը։ Բայց ես անպատասխան թողեցի, ես չգիտեմ որն է հարուստը, որը չի։ Սա միակ շփումն է եղել, որ ունեցել եք կաթողիկոսի։ Ես այդ տարիներ առաջ, այո, հետո ուրիշ անգամ ուղակի ես շփում չեմ ունեցել, բայց ես գործ ունեցել եմ տարբեր կազմակերպությունների միջով, հայ ճարտարապետություն ուսումնասիրող կազմակերպության միջոցով, որը վերականգնում էր, աշխատում էր վերականգնել Օհանավանքը այն ժամանակ, սա 10-15 քանի տարի առաջվա խոսք եմ ասում, Հովանավանքը, դրամ կար Հարավային Ամերիկայից դրամ էին ուղարկել, որ այս գործը իջնացին, որ Հովանավանքը վերանորոգվի, չէր ներառողվում։ Հանգուցյալ Արմեն Հախնազարյանը, որ մասնագետ էր վերականգնելու հին եկեղեցիները եւ այլն, գնացել էր կաթողիկոսի մոտ, որ ասի դրամը կա, թողեք ես անվճար ես բանը վերահսկեմ, որ դա ճիշտ կերպով վերականգնվի ես եկեղեցին։ Շատ հուզված եւ ջղային վերադարձավ, ասի ինչ է պատահել, ասա կաթողիկոսին ասի, որ հապարս 200,000-ի մոտ դոլարի մոտ ուղարկվել է այս գործի համար, թողեք ես պատասխանատու եմ, ես առանց անվճար այն բանը կվերահսկեմ, որ ինչպես ճիշտ կատարվի։ Ասել էր, որ Արմեն, ես 17 օբյեկտ ունեմ, այս բաներով զբաղվելու ժամանակ չունեմ։ Օբյեկտ ինչ նկատի։ Օբյեկտ նշանակը դրամ բերող եկեղեցի, փող աշխատող եկեղեցի։ Հովանավանքը իր համար ըստ էության գյուղական մի բան էր կարևոր մի բան չէր դա։
Իսկ նորմալ է, որ այսօր Հովանավանք վանական համալիրի տեր հայրը, տեր Արամը, այսպես հալածանքների է ենթարկվում հոգևորականների կողմից։ Դա եկեղեցականներից հարցն է, ես չեմ ուզի խառնել։ Բայց ամեն դեպքում կարգալույց արեցին։ Կարգալույց անելու իրենք պիտի կարգալույց արի առաջի հերթին, հետո ուրիշներին։ Կաթողիկոսը իրեն պիտի։ Կաթողիկոսը ես կարծեմ իրենց պիտի հրաժարվի իր ուխտը դրժելու համար, այդ արդի պիտի ինքը հրաժարվի, ոչ թե ուրիշներին կարգալույց անի։ Եվ նաև Կիրակի օրը պատարագ է սպասվում Հովանավանքում էլի, անգամ վարչապետն է հայտարարել, որ պատրաստվում է գնալ պատարագին, Facebook սոցիալական հարթակում էլ տեսնում ենք, որ տարբեր քաղաքացիներ մոբիլիզանում են, ասում են, որ պիտի գնան, Տեր Արամին սատարեն, սա ինչ է նշանակում, ըստ ձեզ, եւ կարող է սա ազդակ դառնալ կաթողիկոսի համար, որ օրինակ Չգիտեմ, կաթողիկոսը եթե ազդակներին լսեր մինչև հիմա հրաժարված կլիներ։ Ես չեմ կարծում, որ ազդակ է դա, բայց պարզապես ուզում են ցույց տալ, որ հակառակորդներ շատ ունես։ Ես չեմ ուզի խառնվի այդ ճղճին բաների խնդիրների մեջ։ Պարոն Գալչյան, վերջերս գերմանաբնակ աստվածաբաներից մեկի հետ էի շփվում, որը նաև նախկին հոգևորական է եւ պատմում էր, թե այնտեղ ինչ խոսակցություններ կան, ժողովուրդը ինչ է խոսում կաթողիկոսի մասին, տարբեր սրբազանների մասին եւ խոսքը, երբ որ հասավ Նաթան arczepiskopos-ի մասին, ասաց, որ այնտեղ իրեն ձեռքից չեն ուզեցել հաղորդություն ընդունել։ Խոսքը Անգլիայում ապրող հայ հասարակության մասին էր, Լոնդոնում ապրող հայերի մասին էր։ Հիմա դուք երկար տարիներ Լոնդոնում ապրել եք, ձեզ ինչ խոսակցություններ են հասել եւ անձամբ դուք ծանոթ եղել եք, թե չէ Նաթան arczepiskopos-ի հետ։ Ես հանդիպում էի իրան այնտեղ առաջնորդներ, վերջապես թեմի առաջնորդներ, որոշ խնդիրներ կան իր հետ էինք լուծում եւ այլն։ Նա շատ մեծ շրջապատ ուներ ծանոթների եւ այլն։ Եվ միջալուց շատ լավ էլ խոհարար է, շատ լավ խոհարար է ինքը անձնապես։ Ես շփվել եմ իր հետ, իրեն նույնիսկ մեկ անգամ առաջարկեցի, գիտեին տեսնելով, որ ինչքան է քաղաքական աշխարհի հետ կապը ավելի մոտ, սերտ, մի անգամ էլ առաջի սրբազան, հաջորդ անգամ որ Լոնդոն է գալիս, ասեք, որ ձեզի որպես դեսպան ուղարկեն, Հայաստանի դեսպան, ոչ թե հոգևոր առաջնորդ, որտեղ այնտեղն կարող եք լավ կատարել այստեղում։ Ես դրանից ավել չեմ կարող ասել, որտեղ անձնապես sense բամբասանքների բաների մեջ ես մարդկանց հավասարներին կարևորություն չեմ տալիս։ Չի նշանակում, որ ես չգիտեմ ինչ է կատարվում, ինչ չի կատարվում, բայց կարևոր է ամեն մարդի անձնական կյանքը իր կյանքն է, անձնականը։ Բայց երբ որ կղերական ես, արդեն անձնականը դառնում է համայնքային։ Բայց ամեն դեպքում, պարոն Գալչյան, թեկուզ այդ խոսակցությունների մակարդակում դուք ասացիք, որ անձամբ իրեն ասել եք, որ որպես քաղաքական դերակատար դուք ավելի հետաքրքիր եք, քան որպես հոգևորական։ Որտեղ է իր թերությունը, այսինքն որպես հոգևորական որտեղ է թերացել։ Գիտեք, հոգևորականը պիտի ընդհանրապես հոգևոր կապ պահի համայնքի հետ։ Ես չգիտեմ Նաթան ինչքան է կարողացել այդ գործն անել, քանի որ ես ամեն օր եկեղեցի գնացողը չեմ ինքս իմ հավատն ունեմ, իմ հավատքս ես եմ ու Աստվածի իմ մեջ է, ես ինքս գիտեմ ինչպես վերաբերել դրա համար։ Դրա համար չեմ ուզի ասեկոսեներին չեմ խառնում մասնակցել։ Բայց ինչի մասին էին այդ ասեկոսները։ Ամեն տեսակի ասեկոսեներ կարևոր թե ավելի հոգևոր մարդ չի, քան ավելի աշխարհիկ մարդ է կար հոգևոր մարդը Նաթան Սրբազանը եւ այլն։ Բայց ինձ իր պաշտոնը իր գործն անում էր այնտեղ եւ շատ մոտ կապեր էր ստեղծել տարբեր երկրների հոգևորականների հետ եւ հաճախ հանդիպումներ էին ունենում նրանց հետ։ Այդքանը կարող եմ ասել։ Եվ առաջիկայում, քանի որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, պարոն Գալչյան, ու մենք տեսնում ենք հակառակ բևեռներից այսպես հայտարարություններ ամենատարբեր ընդհուպ մինչև նոյեմբերի 9-ի պայմանագրին վերադառնալու իմաստով, ամեն դեպքում դուք ինչպիսի զարգացումներ եք տեսնում եւ արդյոք կարող ենք ձեզ համար կանխատեսելի, որ մինչև 2026 թվականի ընտրություններ նախ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, հետո ճանապարհներ կապաշրջափակվեն, որովհետև օգոստոսի 8-ից հետո որոշ ուժեր պնդում էին, որ Ադրբեջանը որևէ կերպ չի գնալու խաղաղության, չի գալու կառուցողական դաշտ, ամեն դեպքում մենք տեսնում ենք կառուցողական քայլեր եւ Թուրքիայից ենք նաեւ հայտարարություններ լսում
որ շուտով կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը Ֆիդանի շուրթերով եւ այսպես շարունակ ինչ զարգացումների սպասել, ըստ ձեզ ինչ կանխատեսումներ կարող են լինել։ Այդ արդիվ նոյեմբերի 9-ի համաձայնագրի վրա սկզբում ընդդիմությունը լրիվ մերքում էր դա հնարավոր բան չի, դա ընդունելի չի, դա թշնամություն է, դա դավաճանություն է մեր, հիմա իրենք պաշտպան են դարձել։ Ինչպես եղավ, երբ որ այդ 9 կետերից 8-ը մյուսները չեն կատարել, այդ վերջի 9-րդը որ մեղրի ճանապարհի հսկողություններ, նրանք պիտի կատարվի, ինչու՞։ Այդ ինչպես եղավ, որ ամբողջ անընդունելի բանը մի անգամ մի բան։ Հիմա դա երազանքի փաստաթուղթ է։ Հա, դե Ռոբերտ Քոչարյանն անում է իր երազանքի փաստաթուղթն է դա։ Իր երազանքի։ Ոչ թե ուրիշների, որքանի որ ռուսներն են ուզում կարող տեղը վերահսկող լինեն։ Ընդդիմությունը նույնն է կրկնում այսօր։ Դա ընդհանրապես տրամաբանությանը համար հասկանալի չէ։ Ինչպես կարող ես մի բան այդպես հերքես, հետո վաղը պայմաններն են չլին նույնը ընդունես, ասես շատ լավ է սա։ Միշտեր եղած դրական շարժումները անտեսան չնկատել, չտեսնել։ Եվ Սամվել Կարապետյանի ուժը, որ հավակնում է դառնալ, այսպես ասած, ինչպես իրենք են ասում, քաղաքացիական պայմանագրի գլխավոր հակակշիռ, օրերս նաև մեծ հավաք անցկացրեցին, որին ըստ իրազեկ քաղաքացիների միավորման մասնակցում էր 7000 մարդ, բայց իրենց աղբյուրները նշում են 30000 հոգու մասին։ Ես անցան դեղով տեսա տեղ 30000 մարդ չկար, 7000-ը հազիվ լիներ։ Բայց ամեն դեպքում իրենք կարող են դառնալ այդ ուժը, ինչպես իրենք են ասում, այդ համազգային սեր վայելող ուժը, որը կգա եւ փոփոխություն կբերի, ինչպես իրենք։ Մի բան ես ինձ համար հասկանալի չէ, Սամվել Կարապետյանը, լինելով Ռուսաստանի քաղաքացի, լինելով նույնիսկ լսել եմ Կիպրոսի քաղաքացի, չապրելով Հայաստանում վերջի 4 տարի ընթացքում անընդմեջ, ինչպես կարող է որ քաղաքական ուժ ներկայանալ որպես նա իրավասու է որպես քաղաքական ուժ ներկայանալ։ Դե ասում են ինքը կլինի գաղափարական ղեկավար, բայց կունենա նաև վարչապետի տեխնացու, որ ընդունելի կլինի։ Դե վարչապետի տեխնացուն տեսնենք ով պետք է լինի պարոն Քոչարյանը երևի հենց։ Չգիտեմ, ես կարծում եմ սա Ռուսաստանի այդ հիբրիդային պատերազմի մի մասն է կազմում պարոն Կարապետյանի ներկայությունը Հայաստանում, քանի որ նախկինում ցանկացած օժանդակությունները սկզբում երբ որ նրան դիմեցին չհաջողվեց, Բագրատ arczepiskopos-ը չհաջողեց իր աշխատանքները կատարել, ինչպես որ իրեն պատվիրված էր։ Հիմա նոր մարդ են ուղարկի, հարուստ մարդ են ուղարկի, շատ փող ունեցող, որ այդ դրամը Հայաստանում ծախսի եւ իշխանապողությունը ապահովի Ռուսաստանի համար։ Ասում եմ, կրկնում եմ Ռուսաստանի համար։ Ռուսաստանում հարստություն ունեցող, Ռուսաստանում հարստացած մարդը չի կարող Հայաստանի մասին մտածած լինի։ Երբևէ։ Միայն Ռուսաստանի շահերն է պաշտպանում նա։ Իրենք հակառակ ասում են գալու են հասարակության համար, այսպես։ Այո, ասում են, շատ բան են ասում, հետո ինչ են ասում։ Ինչ են անում։ Ինչպես նախկին իշխանությունները այսքան ժողովրդի մասին խոսեցին։ Հիմա նայում ես, որտեղ նայում ես այդ կոռուպցիան համատարած է եղել։ Ամենտեղ սկսած գյուղապետից մինչև քաղաքապետներ, մարզպետներ, ամենը գողանալով էին զբաղված։ Դա էին կատարում, իրանց երկիրը դա էր, այդպես ղեկավարելն էր։ Հիմա էլ ուզում են շարունակել վերականգնել այդ։ Դե օրինակ օրերս Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց եւ ըստ քննչական կոմիտեի կաշառքի մեջ մեղադրվելու համար, կաշառք վերցնելու, կաշառք տալու առումով, եւ այստեղ էլի ընդդիմությունը պնդում է, որ քաղաքական հալածյալ է Վարդան։ Ընդդիմությունը միշտ է պնդելու։ Ընդդիմությունը, եթե ընդդիմություն լիներ, գիտեք ինչ կաներ։ Երբ որ գնում եք ազգային ժողովում նստած եք այնտեղ, եթե իշխանությունը, մեծամասնություն կառավարությունը ներկայացնում է այս ծրագիրը պիտի կատարենք, եթե հակառակ եք դրան, դուք ներկայացնեք ձեր տարբերակը։ Ալտերնատիվն ինչ է։ Ինչ անենք, դրա փոխարեն ինչ անենք։ Իսկ դա քանի որ չունեն, առաջարկը չունեն ինչ պիտի արվի, բոյկոտ են անում չեն մասնակցում նիստերի։ Դա նույնիսկ իրենց վերցրած պարտավորությունը, որ ժողովրդին նրանք, որ իրենց են քվեարկել, նրանց մանդատը, որ գնան ներկայացնի մեր կարծիքն ասա, չեն իրականացնում։ Իրենց մանդատից հրաժարվում են ներկա չլինելով ազգային ժողովում։ Այդ ինչ ընդդիմություն է, չգիտեմ։
Բայց ամեն դեպքում պարոն Գալչյան, մենք տեսնում ենք, որ կարծես թե եթե առողջ ընդդիմադիր զանգվածին դուրս դնենք, բոլորը մեկի դեմ, այսպես ասած, բոլոր նախկին ղեկավարները, այդ թվում առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, ինչպես արդեն նշեցի, կաթողիկոսը, երեք էլ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ այս իշխանությունները սրբություն չունեն եւ իրենք կանգնում են ամենայն հայոց կաթողիկոսի կողքը եւ եթե կաթողիկոսը ցանկանա, իրենք կմիանան, կաջակցեն եւ այսպես շարունակ, այսինքն ստացվում է, որ բոլորը մեկի դեմ են գործում։ Որտեղ բոլորը նախքին թալանանողներն են եղել։ Դրա համար էլ ցանկանում էր, որ միանում են իրար, որ մի բան անեն, որ այս ներկան, որ թալանանողը չի, նրա հակառակն է, նրա առաջը կանգնեն եւ փոխեն բարդադիր իրենք են կներկան, որ շարունակեն իրենց աշխատանքը։ Այսինքն իրենց պայքարը պետության մասին չի։ Պատկառը ուժի մասին է, իրենց ցանկությունները կատարելու մասին է, որ ինչպես անեն ու իրենց ցանկացած ձևով երկիրը ղեկավարեն։ Միանալով Ռուսաստանին, դառնալով Ռուսաստանի արբանյակներից մեկը։ Իրենց ցանկացած ձևը միութենական պետությունն է։ Այո, իհարկե։ Հայտարարեցին այդ Ղուկասյանը ինքն ասաց եւ բոլորն էլ են նույն գործներ արել, ինչ որ Ռուսաստանը հրամարը կարգադրել է, կատարվել է։ Մեր երկիրը, երբ որ անկախացավ, իբր որպես ռուսական իշխանությունների $120 միլիոն պարտքեր Մոսկվային, կենտրոնական Ռուսաստան։ $120 միլիոն դիմաց Քոչարյանը նրանց հանձնեց ամեն ինչ որ ունեինք, երկաթգիծ ու ալյումինի գործարան ու ատոմակայան ու Երազդանը բոլորը հանձնեցին ռուսներին։ Այդ ինչքան էր $120 միլիոն այդքան արժեր։ Տասնապատիկ, հարյուրապատիկ ավելին հանձնեցին։ Դե բայց Քոչարյանն ասում է իր կառավարման տարիները ամենախաղաղն են եղել, երկիրը բարեկեցիկ, զարգացող, վագրային թռիչք է ապրել տնտեսությունը։ Դեցին վագրային թռիչք ապրել են թալանողները, ոչ թե տնտեսությունը ընդհանրապես։ Այն մարդիկ, որ թալանով էին զբաղված, բայց ապահովությունը ժամանակավորապես Ադրբեջանը զինվում էր, մենք չէինք զինվում։ Ադրբեջանը որ այսօր մեծ ամեն տեսակի զենք էր գնում, մեր պաշտպանության նախարարությունը եւ մեր մեծերը դղիակներ էին կառուցում իրանց համար այդ դրամներով, փոխանակ զենք առնեին։ Հետո խաղաղ կլինի, իհարկե, հետո կհասնի մետեղը, որ արդեն խաղաղությունը չի դիմանա, վերջը կհասնի այնտեղ, որ Ադրբեջանը կհարձակվի քեզ մեր իբր ազատագրած, որոնք մեմ ասել ազատագրված չէր, այլ բռնագրավված էր, այդ տարածքները հետ կվերցնին, գումարած այսօր Ղարաբաղը հետ կվերցնի ռուսների օժանդակությամբ։ Իսկ ամեն դեպքում, պարոն Գալչյան, քանի որ քարտեզներից սկսեցինք նաև քարտեզներով վերջացնենք, սահմանազատում, սահմանագծում այս բոլոր գործընթացները, որ հիմա գնում են նաև խաղաղության պայմանագրի համատեքստում եւ այդ տրամաբանության մեջ, սրանք ճիշտ տեղ են տանում, ճիշտ ճանապարհով են տանում Հայաստանին։ Ճիշտ ճանապարհով են տանում, մի քիչ դանդաղ է գնում ճանապարհը, որովհետեւ մինչեւ հիմա Ադրբեջանը ցանկություն չուներ արագացնելու դա։ Հիմա ըստ երևույթին Ադրբեջանն էլ սկսել է ցանկություն հայտնել, որ խաղաղությունը լինի եւ եթե խաղաղությունը լինի, մեր սահմանազատման երևի 90%-ը կարելի է ավարտել մի երկանի ամսվա ընթացքում։ Հետո այդ մնացորդը կմնա, որ դա տասնյակ տարիների խնդիր է, որտեղ հողերի փոխանակման պետք կունենա, քանի որ խորհրդային միությունը որոշ տեղեր այնպես արել որ մեր մայրուղին Հայաստանի Ադրբեջանի սահմանն է ինքը։ Դա նման բաներ էլ կան, որ մեր ճանապարհը հաճախ մտնում ադրբեջանական տարածք վերադառնում Հայաստան, Տավուշում, ինչպես էլ Սյունիքում եւս նույնպես։ Կանխատեսելի է այդ խաղաղությունը, այսինքն մենք կարող ենք հասնել Եթե Ադրբեջանի ցանկությունները, հայտարարությունները իրականություն ուզեն խաղաղություն, այո, հասանելի է, բայց ասի ինչպես սահմանազատումը երևի 80%-ին 90%-ը կարճ ժամկետում կարելի է անել, մնացորդը մի տասնյակ տարի կարիք ունենա, որ բանակցությունների արդյունքով լուծում գտնեն։ Եվ ինչ սպասել, եթե օրինակ ենթադրենք, որ այս ուժերը հետ են գալիս, որովհետև դրա մասին խոսում է Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանի մեր ձևով ուժը եւ շարժումը, որ իրենք 2026 թվականին նպատակ ունեն դառնալ իշխանություն, ԿՊ-ն դառնալու է ընդդիմություն։ Եթե մենք ենթադրենք, այսպես պատկերացնենք, որ իրենք գալու են իշխանություն, ինչ ընթացք կունենա այս բոլոր գործընթացները, եթե դրանք ընթացան։ Ես չեմ կարող պատկերացնել նման բան, որտեղ նման բան Հայաստանի անկումը կլինի։
Հայաստանը կդառնա սովետական Ռուսաստանի արբանյակներից մեկը կատարի ինչ որ Ռուսաստանն է հրամայում եւ մենք գիտական տեսակետից ամեն տեսակետից տնտեսական հետադարձ կդառնանք կգնանք Այսինքն դա կլինի հետքայլ մեծ հետքայլ կլինի ոչ թե փոքր եւ Սփյուռքն էլ ամբողջովին կհրաժարվի Հայաստանից այդ դեպքում կարծում եմ բացի իրենց մեքանի պաշտպանները որտեղ Սփյուռքահայությունը մեծ ամաստություն հույս ունի որ Հայաստանը իրենց կենտրոնն է լինի իրենց երկիրն է լինելու իրանց ցանկացած երկիրն է լինի ապագայում հիմա այդ հույսը լրիվ կոչնչանա Իսկ Ռուսաստանը հեշտ է հանձնվելու կամ այս մարդիկ որոնք հիմա պայքարի մեջ են Ռուսաստան հեշտ չի հանձնվելու դա շարունակելու է հիբրիդային պատերազմը սաստիկացնելու է հիբրիդային պատերազմը եւ մենք պիտի խելոք լինենք կարողանանք թե իշխանությունները թե ժողովուրդը խելոք պիտի լինի դատողության դիմի ոչ թե լսի ասեկոսեներին երբ որ տպագրվեց ինձ 20 օրինակ տվեցին